նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը պարոն Փաշինյան վերջերս մեր ձևով շարժումը հայտարարեց, որ Մուրադին արդեն որպես քաղաքական ուժ իրենք հանդես կգան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար եւ վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձևով, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն ու մեր ձևով այս պահին ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից եւ նման հրահանգիչեցված էփեփ։ Գիտեք, ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ էլի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել պատգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Հաջորդ հարցը թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն կարծես տեսնում եք ինչպես են տարվում, կան մարդիկ հստակ, ովքեր ձեզ հետ ճանապարհ չեն կարող անցնել, ունեք այդպիսի կանոն, որ պետք է մինչ ցուցակում ընդգրկելը բարեվարկության քննություն անցկացնեք եւ զտեք ցուցակը։ Գիտեք, որ ասում եք ինձ հետ, ընդհանրապես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ես եւ մյուսները իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաև կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Հետևաբար կուսակցությունը այդ թվում ազգային ժողովի падգամավորի առաջադրված տեխնացուների գրանցման գործընթացում կտա այդ հարցի պատասխան։ Հետևաբար ովքեր կգրանցվեն որպես падգամավորի տեխնացու, նրանք կարող են եւ մենք էլ, որովհետեւ ես էլ եմ падգամավորի տեխնացուի միջալոց նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի տեխնացու եւ այդ որոշումներով արդյունքներով բոլորի համար թափանցիկ կլինի թե ինչ, բայց ելի եմ ասում առանցքը process-ի անձը չի առանցքը process-ի կուսակցությունն է եւ շատ կարեւոր է որ գաղափարախոսությունն է, որտեղ կուսակցությունը առանց գաղափարախոսության այլ բան է, կուսակցությունը եւ գաղափարախոսությունը բոլորովին այլ բան։ Գրանցման եւ ցուցակի ձևավորման գործընթացը հենց այդ հարցերի պատասխանն է տալիս։ Հաջորդ հարցը Աննա Զահարյան։ Պարոն վարչապետ, Ղազախստանի այցը հագեցած